Պարոն Ավենյան, փաստացի սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների ժամանակ նախադեպ ցածր մասնակցություններ եղել մոտ 24%, ինչի արդյունքում դուք մոտ 32% ձայն եք հավաքի իշխող ուժը նկատի ունեմ։ Հիմա փաստացի այսօր դուք ընտրվել եք քաղաքապետ ավագանու անդամների օգնությամբ, մասնավորապես Հանրապետություն կուսակցության օգնությամբ, այս պարագայում դուք ձեզ համարում եք երևանցիների կողմից ընտրած քաղաքապետ, ինչ եք կարծում դուք, որքանով եք նրանց ձայնը, նրանց տեսակետը այս դեպքում արտահայտում, երբ որ ավագանու անդամների օգնությամբ եք ընտրվում։ Պաշտոնները ուղղակի ինքնանպատակ չեն եւ դրանք վայելք չեն, դրանք ծառայություն են երևանցիներին։ Երևան քաղաքում երևանցիները իրենց կամքը արտահայտել են գնալով ընտրատեղամասեր եւ իրենց կրկնեմ բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայները տվել են մեր ուժին եւ պարլամենտական համակարգ ունենալու տրամաբանությունը մեզ մի նոր իրողության մեջ է դնում եւ կարծում եմ այս իրողությունը մեզ հետապնդելու է գալիք շատ տարբեր ընտրություններում ունենալու ենք դեպքեր որտեղ որ ունենալու են կոալիցիոն կառավարման համակարգեր միգուցե ինչ որ դեպքերում լինի 50%-ից ավել մեկ ուժ ձայն ստացած բայց փաստացի ընտրությունները եղել են ազատ եւ մրցակցային եղել են արդար բոլոր են պնդումները նախկինում որ գիտեմ վարչական ռեսուրսա կիրառվել, որ ընտրությունները կկեղծվեն, բոլոր այդ իրականում ասեմ ձեզ, դա շատ վատ եւ տհաճ խոսույթ էր, որը որ օգտագործում էին տարբեր քաղաքական ուժեր, որով նաեւ միգուցե դեմոտիվացնում էին երևանցիներին մասնակցել այդ ընտրություններին։ Եվ հետեւապես, քանի որ փաստը արձանագրվեց, որ ընտրությունները իրապես արդար էին, իրապես մրցակցային էին, որևէ մեկը չվիճարկեց այդ ընտրությունների արդյունքները, բոլորը ստացվում է, որ ընդունեցին ընտրությունների արդյունքները եւ առաջին հերթին նաեւ մենք։ Ես կարծում եմ լեգիտիմության առումով հարց լինել ուղղակի չի կարող։ Եվ եթե հաշվի առնենք, որ բոլոր վարչական շրջաններում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում երևանցիների քվեն ամենաշատը ստացել է մեր ուժը եւ բարոյական է եւ քաղաքական է այն process-ը, որը որ այսօր տեղի ունեցավ եւ նաեւ մեր կողմից էլ կարծում եմ տրամաբանական է, որ մենք գաղափարական հենքով ուզում եմ շեշտել գաղափարական հենքով մեզ հետ նույնական մոտեցումներ ունեցող մեր եւ մեր գործընկերների գաղափարները պետք է նույնական լինեն, որպեսզի կառավարումը կարողանանք իրականացնել, որովհետեւ աջապսանդալ չի կարող լինել, ասենք, չգիտեմ, ինչ որ մի ուժ, որը 180 աստիճան քեզ հետ տարբերվող գաղափարներ ունի քեզանից եւ միասին ինչ որ ուղակի պաշտոններ կիսելու համար դաշինք կազմվի։ Այդպիսի բան չի կարելի անել։ Եվ կարծում եմ այն ինչ որ տեղի է ունենում շատ տրամաբանական է եւ ամենակարևորը լեգիտիմ։